Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն այսօր, ինչպես ամեն ուրբաթ խոսելու ենք մշակույթից, միայն եւ բացառապես, ընդ որում որպես հիմնակետ, այս անգամ վերցնելով կրթությունը եւ այսօր իմ զրուցակիցն է լինելու կրթության փորձագետ Արիկ Թադևոսյանը, բարև ձեզ, բարի օր։ Պարոն Թադևոսյան, ես գիտեմ, որ դուք չեք հետևել, վերջերս մի տեսանյութ տարածվեց բավական դաժան, երբ 5-6 դպրոցական ծեծում էին իրենց հասակակիցներից մեկին, բավական դաժան էր տեսարանը, բավական ծանր էր հատկապես այն մարդկանց համար, ովքեր երեխաներ ունեն, ապրումակցում ես էլի։ Եվ դրանից հետո այս դիսկուրսը մտավ հանրային դաշտ, վերադարձավ հանրային դաշտ, որ մենք կրթական համակարգում ունենք խնդիրներ, որ դպրոցը իր ֆունկցիոնալ նշանակություններից մեկը, այսինքն դաստիարակելը, կրթելու մասին չի խոսքը այս դեպքում, դաստիարակումը չի իրականացնում եւ հետեւաբար ամեն ինչ մեր մոտ սխալ է։ Հույս ունեմ, քանի որ դեռ կենթանի ենք, քանի որ դեռ գործում է երկիրը, մոլորակ ընդհանուր աշխատում եւ ամեն ինչ չի որ սխալ է, բայց հաստատ ագին սխալ բաներ ունենք, ու իսկապես այդպիսի իրադարձություններ պարզապես մեզ հիշեցնում են այն մասին, ինչ որ մենք փայլուն առանձրել գիտենք։ Այսինքն ոչ մեկը մեր գաղտնիք չի, երկուս էլ ասենք տղամարդ ենք, այդ ամեն ինչի միջով անցել ենք, ես հիշում ասենք 7-8 հոգու հետ մենակ կռիվ եմ արել, հա, չէ, օրինակ եւի դժվար մենք 7 հոգով ծեծելուց ունենք ինչ որ մեկին, այսինքն որովհետեւ դա մի քիչ ուրիշ տարբերակ է, դրա համար հատուկ մտածելակերպ է պետք, հատուկ շատ վատ մտածելակերպ, բայց ամեն դեպս դա մեր իրականությունն է, մենք բազմիցս դա տեսել ենք, ավելին ասեմ, հիմա միգուցե մի փոքր պակասել է, որովհետեւ այդ ամեն ինչը տեղափոխվել է կիբերտարածք, այնտեղ է կիբերբուլինգի է վերածվել, ու մարդիկ ավելի շատ այնց հեռախոսների հետ են շփվում, բայց բնականաբար այդ ագրեսիան կա, այդ ագրեսիան կանխելու համար դասերակցությունը շատ քիչ է, մեծ խավերի մոտ է, մեր հասարակության ահագին մասի մոտ, ու իհարկե այդտեղ կրթության համակարգը ահագին բան ունի անելու, բայց նաև միգուցե պետք չէ էլի ամեն ինչ կրթության համակարգի վրա տանենք, հսկայական դաշտ կա այն գործող անձանց, գործող կառույցների, որոնք այստեղ անելիք ունեն, ու մեկ-մեկ նույնիսկ եւ միգուցե կրթության համակարգից էլ ավելի շատ անելիք ունեն, օրինակ եմել ասենք ԶԼՄ-ներ, հենց ձեր ոլորտը, այսինքն ես նայում եմ ասենք այն սերիալները, որոնք ցույց էին տալիս եւ որոնք դա խայտարակություն պարզապես, այսինքն այն ինչ որ մենք հիմա տեսնում ենք ու զարմանում ենք, ասում ենք ինչ վատ է, այդ նույն սերիալներով խթանվում է որպես շատ հետաքրքիր, շատ նորավոր, շատ ճիշտ վերաբերմունք եւ այլն։ Միչելոց, ես մի քիչ դաժան էքսպերիմենտ արեցի ինձ հետ։ Այսօրվա հարցազրույցին պատրաստվելիս ես բերեք մի քանի սերիալ այդպես աչքի տակով անցկացրել, բան ինչ որ եթերում։ Այնտեղ ինչու է ծեծում, լավ եմ անում եւ այլն, այսինքն այդ ծեծն ու ջարդը սովորական կենցաղային հասկացություններ են, այսինքն ոչ թե բացառություններ են, որ ասենք ամուսինը կնոջն է ծեծում, չգիտեմ, մայրը երեխային է ծեծում, դա կենցաղի մաս է եւ ըստ էության դրանով ցույց ենք տալիս, որ մենք այդ ենք, այսինքն մեզ քարոզվում են, որ մենք այդ ենք, դա մեր համար նորմա է։ Գիտեք, ես կենսաբան եմ մասնագիտությամբ, կենսաբանական գիտության տեխնացու եմ ու շատ հաճախ ինձ օգնում է իմ կենսաբանական տեղեկացվածությունը ու հենց այսօր մի հատ ոդքասթ էի լսում շատ լավ, արհեստական բանականության մասին է, իդեպեւի մեր թեման հետ ինչ-որ ձևի կապ կունենա, բայց ասում էր, որ հիմիկվատնես լավ լուրջ մտածողներից մեկը անունը չեմ հիշի հիմա, ասում էր, որ մեր ուղեղը եւ հույզերը նեոլիթի քարեդարի ժամանակաշրջանի հիմնական դրվածքով են գործում։ Մեր ինստիտուտները, որոնք մենք ունենք, միջնադարի ժամանակաշրջանի ինստիտուտներ են, նույն ասենք բոլոր ինստիտուտներ, որ ունենք։ Իսկ տեխնոլոգիաները, ասում եմ, հիմա 21-րդ դարից արագ կերպով ընդամենը 24-րդ դար, ու մենք այսրա հետ մեկ գործ ունենք, այսինքն երբ որ նայում ենք նեոլիթի ուղեղի համար, քարեդարի ուղեղի համար իսկապես շատ նորմալ է ծեծելով, ջարդելով իր հարցերը լուծելը, ու այստեղ միակ բանը, որ մենք իսկապես կարող ենք դրան հակադրել, դա կրթությունն է, երբ որ նեոկորտեքսը նոր ձևավորված է երիտասարդ մասը մեր ուղեղի, ասում է, գիտես ոնց, հասկանում եմ, որ քո ամբողջ էությունը պահանջում է, որ հիմա ոչինչ ասես ինչ-որ մեկին, բայց դա չի ճիշտ ձևը, որ այդպես չի կարող ես քաղաքակրթությունը այլևս ապրել, ես միշտ օրինակ եմ բերում սովետական շրջանում, կհիշեք, բան կար, երբ որ ինչ-որ մեկը բոքսի ոլորտում սպորտի վարպետի կոչում էր ստանում, իրեն բրասլետ են հագցնում,
ու ասում են ձեռքը պլոմբել են։ Ինչ է դրա իմաստը դրա, որ ասենք եթե դու բոքսի սպորտի վարպետ ես, դու այդ ձեռքով իրավունք չունես ինչ որ մեկին նույնիսկ ապտակելու, որտեղ ասենք քո ապտակը մի քանի տոննա է։ Պարզապես գլուխ կփոկես վրայից։ Ու հիմա մեր քաղաքակրթությունը այդ վիճակին է հասել, այս մեր հզորությունը, զենքերը, գործիքները, նույն ԶԼՄ-ների միջոցով մարդկանց կառավարելու ունակությունները, սոցցանցերը եւ այնքան հզոր են, որ հիմա եթե մենք չունենանք այդ նեոկորտեքսի կողմից տրամադրող զսպող բարոյական պրինցիպները, որ այս պարզապես մենք չենք լինի, այնպես չի որ ասենք դու եթե այս երեխային չծեծեցիր, քոկճակը, չէ, ընդհանրապես մոլորակն ես դու դրանը վարի տալիս, եթե դա չլինի, մենք չենք կարողանա պարզապես շարունակենք։ Ու այդ դրա համար սա բան չի, եթե ժամանակի մենք կարող ենք ասել, որ սա լավ կլինի, եթե այդպես լինի, հիմա եթե այդպես լինի, մենք չենք լինի պարզապես, հա։ Այսինքն սա հրամայական է, որ կրթական համակարգը, պետական ամբողջ քաղաքականությունը, ԶԼՄ-ները իրենց հզոր ուժով, սոցիալական ցանցերը բոլորը պետք է աշխատեն, որովհետև այսօր որևէ մի, ասենք, պակիստանցի իրենց ձեռնարկում նստած, ձեռքի տակ եղած գործիքներից կարող է այդ վիրուս սարքի, որ ամբողջ մոլորակի բնակչությանը ոչնչացնի։ Երբ որ մենք այս կարգի արդեն հզորացել ենք տեխնոլոգիական, գիտության, զենքի եւ այլն ոլորտներում, դա արդեն պարզապես պարզ է, որ ասենք եթե մենք չունենանք այն բարոյական սկզբունքները, այն արժեքները, որ դա կզսպեն եւ մեզ կբերեն կոնստրուկտիվություն, մենք պարզապես կենթանի չենք մնալու։ Դրա համար երբ որ ինձ ասում են, ասում, որ չանենք, ինչ է, չի լինելու ոչ մի բան պարզապես։ Կամ էլ դառնալու ենք կենթանի։ Հա, կվերադառնանք։ Այդ տարբերակը դա է, որ ասենք մի հատ ասենք ինչ որ տենց կատաստրոֆա կլինի, ատոմային պատերազմ կամ քիմիական ինչ-որ վիճակ բանը, մենք կիշնենք ասենք մի 150-200 տարի ներքև, ու այնտեղից էլի կամաց կփորձենք աճել, եթե ինչ-որ բան գոնե կենթանի մնա, այլ էս մոլորակի վրա։ Բայց եկեք համնարդարության ասենք, նման իրավիճակների երբ լինում են, որ սկզբում ամենը ասեցի, բոլորը հիմնականում կենտրոնանում են կրթական համակարգի վրա, մանկապարտեզ, դպրոց եւ այլն, բայց այստեղ մի կազուսային իրավիճակ, որովհետեւ երեխան կրթության, հանրակրթության միջոցով ստանում է մի ինֆորմացիա, ընտանիքում ստանում է բոլորովին այլ ինֆորմացիա։ Բակում դե հասկանալի է, բակը միշտ փողոց իր կանոններն է ունեցել, հիմա կամ պիտի այդ կանոններով սովոր է շարժվել, կամ չպիտի փողոց իջնես։ Այդ մենք մանկուց գիտենք, դա խորհրդային տարիներին էլ այդպես ես այդ տարիներին եմ մեծացել։ Այստեղ տեսեք, մինչև հիմա շարունակում է մնալ այդ հակասությունը դպրոց-ընտանիք, հա, երբ դպրոցում ենթադրենք, հա, սովորեցնում որ պետք է բարի լինել, ընկերասեր լինել, օգնող լինել եւ այլն, ընտանիքում ասում է, եթե ինչ-որ մեկը քեզ նեղացրեց, քարը վերցու խփի գլխին։ Եվ երեխան այդ իմաստով հայտնվում է այդ երկակի վիճակում, որն է ճիշտ այն որ պապան ասեց, թե այն որ ուսուցիչը ասեց։ Կա այդ երկատվածությունը բնականաբար, ու հակառակն է կարող լինի, ասենք դպրոցում ինքը կարող հայտարարք վատ վիճակներ տեսնի, ուսուցչի կողմից հենց ինչ-որ բաներ տեսնի, իսկ ծնողը ասի չէ դու պետք է բարի լինես, բան եւ այլն ոչ մի։ Այսինքն երկատվածությունը կա, իհարկե, բայց այստեղ գալիս է ընդհանուր դաշտը, հա, մտածողության, զգացումների, արժեքների դաշտը, որ տիրում է այդ երկրում գերակշռող, որտեղ իհարկե բնականաբար մինիմումներ են լինում, մաքսիմումներ ինչ որ տատանումներ լինում են, բայց ընդհանուր արժեքային վարվելակերպի նորմերի դաշտը, մոտեցումների դաշտը, ինչ է ընդհանուր դաշտը։ Խորհրդային միությունը էլի օրինակներից մեկն է, լավագույն օրինակը չէ, ես ինքս ապրել եմ այնտեղ, հիշում եմ որ ագին թերություններ կա, բայց կար նաև շատ լավ կողմեր օրինակի համար, ասենք ես եթե հիշում եմ այն ժամանակվա մուլտֆիլմերը, ասենք ֆիլմերը եւ այլն, բոլորը խթանում էին համագործակցություն, որ փորձենք իրար հետ ինչ որ բան անենք, որ դու պետքա մեծային օգնես, որ լավ չի խուլիգան լինելը եւ այլն, այսինքն ընդհանուր արժեքային մոտիվացիոն դաշտը փորձվում էր բերվել ինչ որ վիճակի։ Հիմա ես դա չեմ տեսնում, եթե չասեմ հակառակը, այսինքն որովհետեւ եթե տեսանք այն աղբը, որ տիրում է մեր ինֆորմացիոն տարածքում, ռեալ, ասենք մարդիկ լիքը ես մարդ եմ ճանաչում, շատ լավ գիտակից մարդիկ, ասենք, երբ որ Facebook-ով կամ Instagram-ով ինչ որ վայրեր ինչ որ բան են կամ TikTok-ով տեսնում ինչ որ բան, ինչ որ այդպես ինչ է կատարվում, այսինքն այդ մինիմալ մենտալ եւ զգայական եւ արժեքային հիգիենայի ունակությունները էլի պետք է այո ընտանիքում եւ դպրոցում պետք է սովորեցնենք, որ դա բնական ճանապարհով դժվար առաջանա մարդու մոտ։ Իհարկե մարդու էությունը ինքը ուզում է դա, այնպես չի որ ասենք մեր սիրտը ուրիշ բան է ուզում, բայց վրայից այնքան աղբ է լցված, որ մենք պետք է ունենանք ինստիտուցիոնալ եւ քաղաքական մոտեցումներ, որովհետեւ այդ քո սրտի ուզած բարի դրական կարեկցող եւ այլն վիճակը կարողանա արտահայտվել։
Իսկ եթե մենք ընդհանուր դաշտում ունենք աղբ, երեխան մանավանդ, որ դեռ չի հասկացել ինքը որտեղ է, ինքը փորձում է ինքնակարգավորվի ըստ միջինի, հա, այդ դաշտում ինչ է տիրում, որովհետեւ խնդիրներ չունենա։ Էլի բնական process է, էլի գալիս է քայլդարից, նորմալ է նույն բանի software-ի այդ դաշտից է գալիս, բայց այստեղ մենք պետք է կարողանանք այդ միջին դաշտը բարձրացնել, մաքրել ու էլի շատ հիմիկվա մտածողներ ասում են, որ մենք այնքան հզոր գործիքներ ունենք, որտեղ իսկապես եթե քաղաքական կամքը լինի, ասենք մի քիչ գիտակցության մակարդակ այնց ովքեր ուժեր ունեն այդ դաշտում լինի, շատ արագ, շատ հեշտ հնարավոր կլինի բավականին լուրջ փոփոխություն առաջացնել դրական ուղղությամբ։ Պարզապես ցավոք ես դա առայժմ շատ չեմ տեսնում։ Տեսեք, հենց այդ մասին է ուրեմն որ շատ չեք տեսնում, ես էլ չեմ տեսնում։ Տեսեք, երբ դուք բերում եք խորհրդային միության օրինակ, ես էլ ինքս նոստալգիայով առանձնապես չեմ տառապում, չնայած իմ մանկությունը մնաց այնտեղ, իմ մանկությանը հակառակում եմ։ Երկրին այնքան էլ չէ, բայց այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա։ Դուք ընդգծեցիք, որ այ խորհրդային տարիներին էս էինք հարուզում, էս էր արվում, այն էր արվում, այն էր արվում։ Հիմա չի արվում։ Ինչու՞, որովհետև խորհրդային միությունը դաստիարակում էր քաղաքացի իր պատկերացումների շրջանակում, իր ցանկությունների շրջանակում, բայց պետությունը դրել էր խնդիր։ 30-ական թվականներին ստալինյան կամ մինչև այդ արդեն 20-ական թվականներից սկսած մի տեսակի քաղաքացի են դաստիարակում, հետո երբ դրա անհրաժեշտությունը անցան այլ տիպի քաղաքացի 30 տարուց ավել է Հայաստանի Հանրապետությունը անկախ է եւ որևէ իշխանություն այստեղ չգնաց քաղաքացի դաստիարակելու ճանապարհով ինչու որովհետեւ քաղաքացին կառավարելիության աստիճանը քաղաքացու ավելի ցածր է Որքան հին չինական փիլիսոփաներից մեկն է ասում, չեմ հիշում, Կոնֆուցիոսն էր կարծեմ, հաստատ չեմ հիշում, դա չեմ ուզում պնդեմ, ասում որ եթե դա լավ չի, երբ որ քո երկրի բնակիչներին դու բարձր կրթություն ես ապահովում, որովհետև իրենք սխալ մտքեր են մտածում եւ այլն, հա, այսինքն ընդհանուր առմամբ կրթելը, գիտակցության մակարդակը բարձրացնելը եւ այլն, այն մարդկանց ովքեր որ վատ նպատակներով են այդ կառավարման լծակներին տիրապետում, որտեղ եթե դու լավ նպատակներով ես կառավարության լծակներին տիրապետում, ուրեմն դու խնդիր չունես, որ մարդիկ տեսնեն թե դու ինչ ես անում, ընդհակառակը նույնիսկ եթե դու ինչ-որ խնդրահարույց բան ես անում, չես հասկանում, դու կուզենաս որ լինեն գիտակից քաղաքացիներ, որ ասեն, այ գիտես, այս բանը որ անում ես, դա լավ չի, հա, բայց երբ որ քո նպատակները կառավարման ոլորտում դրված լավը չեն, այդ ժամանակ դու ուզում ես որ հնարավորինս մասնակցային process-ները, քաղաքացիական գիտակցության եւ ընդհանուր առմամբ գիտակցության մակարդակը բավականին ցածր լինի ու հիմա ցավոք այնպեսի իրավիճակում ենք մենք հայտնվել, որ ես շատ երկար աշխատում եմ հասարակական կազմակերպության դաշտում ու այնտեղ ասենք տարբեր ասենք գրանտային ծրագրեր եւ այլ հիմա ընդհանրապես կասեցրել եմ այդ գործունեությունը, որովհետեւ ես հասկացա, որ այդ դաշտում տիրում է հայերեն բանը չգիտեմ, զուգահեռ չգիտեմ այդ բառի, ռուսերեն ասում են կրուգավայա պարուկա։ Երբ որ ձեռքը լվանում, այս վիճակն են, հա, այսին։ Երբ որ միջազգային կառույցը քեզ դնում է MC պայմաններում, երբ որ գրանտային ծրագիր է տալիս, որ դու ուզած պետքա կարողանաս ինչ որ ստվերային վիճակներ, ասենք օրինակ ասում է երիտասարդական հասարակական կազմակերպություն թող 20000 եվրո ինքը իր կողմից ներդրում անի այդ ծրագրի մեջ պարզ է, չէ՞, այսինքն ես նույնիսկ ասենք գրանտման հանդիպան ժամ ասում եմ դուք գիտեք, չէ՞ որ չի լինելու այդպես բան, անհնար է, այսինքն չի կարող երիտասարդական կազմակերպություն դա անի։ Ինչի համար եք դա անում։ Բայց անում են, որովհետև ասենք ամեն պահի կարող են այդ երիտասարդական կազմակերպությունը գիտեք ժամանակին այդպես շինարարական կազմակերպությունն էին բանկերը վարկեր տալի, ասում է որ ուզում ես, եթե ուզում ես գալիս, ասում եմ ուզում եմ 10 հատ ասենք բեռնատար առնեմ, ասում է որպեսզի ես քեզ այդքան փող տամ, դու պիտի 10 բեռնատար այստեղ բան ունենաս երաշխիքային, հա, կամ ասում եմ եթե ունենամ 10 հատ իմ գալիք։ Այսինքն այդ կողմը գիտի որ անում է ու անում է, որովհետև ասենք իր կառավարության դաշտում է ստվել է մնում, այսինքն ինչ որ խնդիրներ ունենա, հանգիստ կարող է տատիկի խփի ասի չի կարելի։ Պետությունը հիանալի դա գիտի, այսինքն տեսնում է այդ ամեն ինչը, բայց ինքն էլ ասենք կառավարման մարմինները ասենք գիտեն, որ ասենք ամեն պահի կարող են որևէ մեկին ասեն, նո, այս ինչ ես անում, բան եւ այլն, մի հատ բադվալներ մի քիչ զրուցեն քո հետ, հա։ Այդ կազմակերպությունները, ովքեր որ ասենք ուզում են իսկապես գործ անեն, դրանք կամաց ֆիլտրում են, որտեղ այդ պայմաններում պարզապես անհնար է, այսինքն համանալ ասենք նորմալ վիճակն է, ու արդյունքում այնպես է ստացվում, որ մնում են մենակ այնք, ովքեր պատրաստ են գումարը վերածեն զեկույցների, այսինքն այս process կա, ասեմ
հիմա 1 միլիոն եվրո դուրս է գալիս, ասենք 160 զեկույց, արանք ինչա տեղի ունեմ անհասկանալի է։ Այսինքն պես բոլորին ձեռք է տալիս, հասկանում եք, այսինքն այդ կազմակերպությունը ասենք փող են աշխատում, պետությունը ասենք ամեն պահի որևէ մեկին այդ կազմակերպությունը կասի չի կարելի, բան, իսկ միջազգային կառույցը նույն ձևի է, այսինքն ինքը իր քաղաքականությունը ստաց ու այնպես է ստացվում, որ ընդհանուրում դաշտը ֆիլտրում է, մնում է այն, որոնք որ այդ նորմերին են համապատասխանում։ Ու դա շատ վատ է, խայտարակ վիճակ։ Օրինակ հիմա մեկ-մեկ ուրախանում եմ, մարդիկ ասում, օ, Եվրոմիссիոն այսքան գրանտային գումար է իջեցել, հա։ Ես տխրում եմ դրանից, կամ ընդհակառակը խոսում եմ վարկ ենք վերցել, այսինքն պատկերացնում եք, ասենք մեր իմ թորնիկի անունով վարկ ենք վերցել, որ էլի պետք է գնա դա դառնա։ Ու երբ որ բոլորին ձեռք է տալիս այդ վիճակը, այդ ամենասարսափելն է իրական։ Հիմա մենք այդ վիճակում ենք, որ ասենք ժողովուրդը, ասենք այդ ինքնակազմակերպման շատ ինստիտուտներ չունի, նոր սկսել են ձևավորել ինչ որ հետաքրքիր նոր ոճի հասարակական կազմակերպություն, որ այդ գումարը բանի զեկույցի վերածող պրինցիպով չնաշում, իսկապես գործ են ուզում անեն, այսինքն ինքնակազմակերպ, բայց նոր ենք սկսում դա անել։ Պետական կառույցները լրիվ ամեն մեկը, ասենք, ընտրությունից զբաղվում են ինքնավերարտադրման խնդիրներով, այսինքն ուրիշ առանձնապես շատ բաներ չի հետաքրքրում։ Միջազգային համայնքը իր խնդիրներ ունի, որ ընդհանրապես Հայաստանի շահերի հետ կապ չունեն, ասենք իրենց աշխարհակական խնդիրներն են լուծում, Հայաստանը կա չկա իրենց համար մեկ է, ու այդ պայմաններում մենք պետք է հասկանանք, թե ասենք մենք, ասենք ենթադրենք այս երկու մարդուն, եթե ինչ-որ բան հետաքրքրում է, կոնկրետ մենք ոնց կարող ենք ձեռքի տանք, ու ինչ-որ մի բան փորձենք ճիշտ ուղղությամբ տանենք, հա, որովհետև եթե մենք հույս ունենք, որ որևէ ինչ-որ պահի կլինի, որ հրաշքներ կունենա, ասենք մեր պետական համակարգը կամ միջազգային համայնքը կզարթնի ու ինչ-որ բան կանի, դա իմ կարծիքով արդեն անհույս վիճակ է, բայց ասում եմ, շատ ուրախ եմ, որ իսկապես հիմա տեսնում եմ ինչ-որ առողջ կետեր, որտեղ ձևավորում են ինչ-որ process-ը, որոնք որ ապագայում կկարողանան լավ հետևանքներ բերել։ Տեսեք, մեր եթե այս առաջի հատվածը ամփոփելու լինենք, ստացվում է, որ երեխան մեծանում է կոգնիտիվ դիսոնանսի պայմաններում, այսինքն ինքը տարբեր բաներ է լսում, ինքը ունի ձեր ասած նեանդերթալցու ուղեղ մտածելակերպի իմաստով, բայց ապրում է 22-րդ արդեն համարյա դարի տեխնոլոգիական պայմաններում եւ դա բնականաբար բերում է որոշակի այսպես ցնցումների, հա, մեզ էլ է բերում։ Ոնց մենք արդեն, հա, թվում է թե ասում մարդիկ ենք արդեն կայացած եւ այլն, բայց հիմա դա բնականաբար ազդում է ընդհանուր առմամբ հասարակական հարաբերությունների վրա։ Դա ազդում է նրա վրա, թե մենք ինչ երաժշտություն ենք լսում, դա ազդում է նրա վրա, մենք ինչպես ենք փողոց անցնում, հա, հետիոտների մասն է խոսքը, դա ինչ վերաբերում է նրան, թե ինչպես ենք մեքենա վարում, որքանով ենք հարգում երթևեկության մյուս մասնակիցներին, այսինքն այս թվացial փոքր հարցերից ձևավորվում է ընդհանուր առմամբ այդ գլոբալ պատկերը։ Հիմա ինչ պետք է արվի, որպեսզի այդ պատկերը փոխվի ինքը։ Ես չեմ ասում վարդագույն դառնա, բայց այսպես պետք է այդքան գործ չմնա։ Մի էլի անալոգիա բերեմ ձեզ, սարից ներքև գլորվելը միանշանակով միշտ ավելի հեշտ է, քան թե սար բարձրանալը։ Այսինքն, երբ դու բարձրանում ես, որակդ բարձրացնում ես, ուզում ես ավելի բարոյական, ավելի սիրող, ավելի կարեկցող, ավելի իրար փոխհմբռնող, ինչ-որ լուսավոր նպատակներով հասարակություն, դա բարդ գործ է։ Ներքև գահավիժելը շատ հեշտ է։ Ու եթե ասենք մանավանդ մի երկու ինստիտուտ էլ քեզ այդ ուղղությամբ օգնում են, որ դու գնաս, էլ ավելի հեշտ է դառնում։ Այստեղ միակ բանը որ կա, որ մենք պետք է փորձենք ճիք գործադրենք, որովհետև ասենք առանց ճիքի այս փոփոխություն չի լինի, առանց ճիքի մենք նույնիսկ տեղում չենք մնա։ Այդպես մի հատ ասացված կա այսօր, ասում են, եթե ուզում ես տեղում մնաս, պետք է լավ վազես այս դարաշրջանում։ Այսինքն, եթե ուզում ենք տեղում մնանք, մենք պետք է ճիք գործադրենք, որ մնանք գոնե այս կետում։ Ու այդ ճիքը պետք է լինի ինստիտուցիոնալ։ Այդ կետը չի կարող լինի, ասենք ենթադրենք մենակ արեգի մակարդակով, որտեղ ինչքան ուզում է արեգը անի, այս մեծ սիստեմաների դեմ, ինչ որ բան իհարկե կփոփոխվի, ու ասենք դու կարող ես քո խիղճը գոնե հանգիստ կլինի, բայց եթե մենք ուզում ենք իսկապես փոփոխություններ տեսնենք, մենք պետք է ունենանք մարդիկ, ովքեր որ գոնե ինչ որ փոքրիկ տեսիլք ունեն, այսինքն հասկանում են, որ այ էս մի հարց է, հա, ենթադրենք, չենք ուզում որ երեխաների մոտ այդ բռնության, ագրեսիվության վիճակը լինի ու ուզում ենք դրա փոխարեն փոխօգնության եւ այդ մի հարց ես դուք ասենք մյուսը մի 40 հոգով մենք քիչ հնարավորություններ չունենք, հա, այսինքն այնպես չի որ ասենք մենք ծանոթություններ ունենք, շրջապատ ունենք եւ այլն։ Որոշենք որ ենթադրենք այս մի հարցը մենք որոշել ենք որ պետք է 5 տարում լուծենք։
Ոնց ենք լուծելու, ծանոթ ենք խառնելու, չգիտեմ, ռեսուրս ենք բերելու, ծրագիր ենք անելու, ԶԼՄ-ներով ինչ որ կամպանիա ենք անելու։ Մենք որոշել ենք այս հարցը պետք է լուծենք։ Եթե այդ որոշումը ընդունած այդ կամային վիճակում եղած մարդիկ իսկապես լինեն, իսկ մենք ունենք հիանալի պոտենցիալ մարդկաց մակարդակում, իսկապես ունենք շատ լավ մարդիկ։ Ես հաստատ համոզված եմ, որ լուծումը կլինի, որովհետև դրա օրինակներն էլ կա։ Ասենք օրինակ, երբ որ Երևանը գրքի մայրաքաղաք եղավ, մենք հսկայական մեդիա կամպանիաներ ունեցանք, որ գիրք կարդալը լավ է եւ այլն, ասենք ու որտեղ նայում էր, ես ինքս իմ աչքով եմ տեսել, իմ շուրջը եղած երեխաների մոտ, ինչպես փոփոխվեց գրքի նկատմամբ վերաբերմունք, այսինքն դա ունենալով էս հզոր տեխնիկական կազմ, որ մենք ունենք, դա հնարավոր է։ Միակ բանը, որ մեր մոտ պակասում է, այդ համախմբված կարող մարդկանց կամային ճիքը, որ մենք այս մի հարցի համար վերցրել ենք պատասխանատվություն, որ այս մի հարցը ով պետք է լինի, որովհետև էական չի ընդհանրապես։ Չէ, ես այդ նկատի չունեմ։ Ունենք պայմանական եմ ասում 1000 պայծառ գլուխ։ Այդ պայծառ գլուխները իրանք իրենցով չեն հավաքվում։ Չի լինում նման բան, ինչ որ մեկը պիտի կազմակերպի, դա ձեր ասած հասարակական սեկտորը պիտի լինի, թե պետությունը պիտի պատվեր իջեցնի։ Միշտ այդ բանը կա, վեճն էլ կա, այսինքն մոտավորապես գիտեք ինչի նման մշակույթը պիտի կառավարվի, թե չէ, օրինակ։ Իդեալական պայմանում իհարկե պետություն պետք է լինի։ Բայց մենք ցավոք իդեալական աշխարհում չենք ապրում, եւ ես միշտ ինչքան ինձ հիշում եմ, անդիմադի դիրքի մեջ եմ եղել, իրականում կապ չունի ով էլ, ասենք իմ հետ 4-5 կառավարման ասենք վիճակներ տեսել եմ, ասենք միշտ եղել եմ, ասենք անդիմադի դիրքում, որտեղ ոչ մեկից չեմ տեսել իսկապես համակարգային լուրջ մոտեցում այս խնդիրների վերաբերյալ, որտեղ էլի եմ ասում, եթե հանկարծ ինչ որ մեկը իսկապես որոշի ինչ որ հարց լուծի, մենք ունենք դրա ռեսուրսը։ Դա կեղծիք է, որ Հայաստանը ռեսուրս չունի։ Դա այդպես չի, մենք այնքան ռեսուրս ունենք, որ երկու Հայաստանի խնդիրներ կկարողանանք լուծենք, եթե արդյունավետությունը բարձր լիներ։ Իդեալականը կլիներ, որ պետական քաղաքականության մակարդակով լինի, ու եթե հանկարծ ես դուք ու ասենք մի 10 հոգի էլ հավաքվենք, փորձենք հասարակականով լուծել, միևնույն է ինչ որ պահի, մենք պետք է գնանք պետության, պետք է ասենք, դու եթե ուզում ես համակարգային վիճակներ բերել, ուրեմն այսպես պետք է անես, ու ստիպված պետք է իրենց հետ, որտեվ չես կարող դու զուգահեռ իրականություն ստացա, պետություն ինչ որ բան կհարուզի, դու իշ բան անես, հա։ Բայց հիմա քանի որ հույս չկա պետական համակարգից, հիպիների քաղաք սարքել են արել։ Այո, դա սարքել հնարավոր է, բայց ասենք երկար չի, կյանքը երկար չի լինի ու համակարգային մեծ փոփոխություն մենք չենք ունենա։ Չնայած նույն հիպիների շարժումը իդեպ բավական երկար ինչ որ փոփոխություն այնուամենայնիվ ունեցավ, հա, այսինքն բայց խնդիրը հիպիների շարժումը ըստ էության ինքը մշակութային հեղափոխություն էր։ Ու իսկապես լիքը փոփոխություն եղավ, բայց միևնույն է, այսինքն այն նեանդերթալցին, որ ուզում է իշխել, որ ուզում է ճնշել ինչ որ մեկին, որ հաճույք է ստանում այնանից, որ ասենք ինքը այսպեսի լավն է, դու այս մամոնտը մենակ իմն է։ Այո, այս մենակը սկուտեմ, ինչ որ չեմ ուտի, կկծեմ, որ հանգարց ուրիշ ոչ մեկին չհասնի։ Չէ, այդ վիճակներին մենք կարող ենք զսպել մենակ գիտակցական ճիքով։ Ու ես պնդում եմ, ես բազմիցս դա արել եմ ինքս, այսինքն տարբեր ոլորտներում մենք կարողացել ենք համակարգային փոփոխությունը իրականացնենք 30 քանի տարի է հասարակական դաշտում աշխատում։ Մենք պետք է հասկանանք, որ դա կարճ չի, այսինքն եթե դու իսկապես ուզում ես որևէ փոփոխություն առաջացնես, 5 տարին դա մինիմումն է։ Դրա համար ասենք պետական ապարատը, որ ասենք այդ լագով ապրում, ընտրությունը դժվար է իրենց պատկերացնել, ասենք այդ տիպի երկարաժամկետ process-ներ։ Այդ երկարաժամկետը համակարգված, որ մարդիկ պետք է բան ու վերջիվերջո որոշում կայացնող։ Ես այս վերջից մտածում եմ, որ պիտի անողների դասընթաց կազմակերպեմ, որ ինչ որ բան անում են։ Այսինքն օրինակ եմ, ես ասում եմ, լավ, ես կանեմ, այս բաժակը կվերցնեմ, ըստ էս կդնեմ այնտեղ, հա, այսինքն ոչ թե կխոսեմ դրա մասին, ոչ թե Facebook-ում լայք կանեմ ինչ որ մի բան, ոչ թե կգրամ ինտերվյու կտամ, ասենք ռադիոյում, հա, բայց ես պատրաստ եմ, այո, իմ վրա վերցնել պատասխանատվությունը, դա անելու եմ, փոքր բան թող դա լինի, բայց ես կանեմ։ Այդ անելու Այսինքն ոչ թե անելու եմ, այլ արդեն արել եմ այդ դրամատուրգիայով։ Արել եմ, եթե չես արել, դժվար է անել, այդ դեպքում պիտի գնաս անողի հետ, որ սովորես ինչպես անել։ Այդ մի կողմից, բայց մյուս կողմից, որ այո, ես այդ բան պրոակտիվ վիճակի մեջ եմ, հա, այսինքն ոչ թե ռեակցիա եմ տալիս ինչ-որ բանի, հա, կամինես կոմփչեց, այդ կողմ, վայ, ես ինչ կատարվեց, վայ, այս վիճակներից դուրս գաս, ասես ոչ, ես նույնիսկ եթե դա շատ բարդ է, ես նույնիսկ դա հնարավոր չի, ես իմ վրա վերցնում եմ պատասխանատվություն դա անելու։
ու այդ մոտեցում ունեցող, գիտակցություն ունեցող ու նաև ինտելեկտուալ եւ այլ բոլոր գործիքակազմ ունեցող մարդկանց պակասը մենք ունենք ու դա եւի առաջին խնդիրն է, որ պետք է փորձենք լուծել, որովհետեւ այդ մշակութային, սոցիալական, կրթական այդ փոփոխություն ունենանք, որ կարողանանք հասնել այդ տեխնոլոգիական ցածկերի հետևից, է նաեւ։ Պարոն Հատեղոսյան, միշտ այս քաղաքի խոսակցությունների ժամանակ ինձ մոտել է կոգնիտիվ դիսոնանս մի քիչ առաջանում, ինչու, որովհետեւ ես ինքս քիչ շատ համարում եմ մշակութային որոշակի արժե համակարգի գրող։ Ես գիտեմ, որ շատերն են այդպես համարում իրենց, ես գիտեմ, որ այն մշակույթը, որի վրա մենք, այսպես ասեմ, հիմնվում ենք, հենվում ենք, ինքը շատ ավելի մեծ է, քան նույնիսկ մենք կարող ենք ինքներս մեզ պատկերացնել, որովհետև մենք այդքան ժամանակ չենք ունեցել, խելքներս չի երիքել, որ մտնենք։ Այսինքն այդտեղից պես անընդհատ քաղել կարող ենք, ու այստեղ հարց է առաջանում, ինչու չենք անում։ Որովհետև ըստ էության մենք գանձի վրա ենք նստած։ Այդ իսկապես սարսափել է իրականում, ես այս վերջերս եւ ամենամեծ շոկերից մեկը ես ամբողջ գիտակից կյանքս հետաքրվել եմ տարբեր մշակույթների մշակութային ժառանգությամբ, այսինքն տան ունեի հավաքած, գիտեմ, ադիգեական հեքիաթներ, աֆրիկական հեքիաթներ, բան այդ ամբողջ հնարավոր ինչ որ ասենք ունեի, այսինքն ֆոլկլորի դիցավանություն, սիրում եմ, հավաքում եմ, կարդում եմ եւ շատ ու ընդամենը այս տարի թե անցած տարվա վերջին էր, որ ես իմ համար հայտնաբերել եմ, որ մենք ունենք 20 հատոր հայ ժողովրդական հեքիաթներ տպագրված։ Ես ասեմ ոնց է այդ դեպքը, ասենք այդ բարձր կրթական շարժում որ աշխատում է դրա գրադարանում։ Էի տեսա հայ ժողովրդական վերցեցի, մեկը տեսա կողքը կա էլի հայ ժողով։ Ասի վայ երկու հատ ունենք սրանից։ Մեկը բացից տեսա ուրիշը, հետո մեկ տեսա կողքը մի հատ էլ կա։ Ու 13 հատոր ոնց, ասում ոնց է հնարավոր, որ ես այն մարդ որ անընդհատ հետաքրվել է այդ հարցով, ես չեմ իմացել ընդհանրապես որ մենք դա ունենք։ Այսինքն սա պատասխան ձեր հարցի, հա, երբեմն մենք նույնիսկ չգիտենք թե ինչի վրա ենք նստած։ Ընդհանրորեն մենք գիտենք դե մեր մատենադարանը, մեր տաթևացի, մեր մենք հենց ասում ենք որ մշակույթ միանգամից Կոմիտաս հանճարեղ Չարենց Արամ Խաչատրյան այդ ստանդարտ թվարկումն է որ ցանկացած մեկին որ արտնասնես ինքը կասի բայց այն մնացածը որ էլի եմ ասում այնտեղ նարեկաց մասին չեմ խոսում ընդհանրապես նարեկաց ես էլ չեմ հասկանում այդքան չեմ աճել չեմ հասունացել բայց մենք էլի ունենք հազարավոր տասնյակ հազարավոր բաները դեր շերտեր են որոնք բայց չգիտենք առաջին խնդիրը որ ասում եք ինչի է լինում առաջինը ես կոնկրետ ես դրանով հետաքրքրում ես չգիտեի մեկ չգիտես երկրորդը երբ որ գիտես դա բարդ է այսինքն երբ որ բացում ես ասենք այրարատի ասենք հատորն հա երկու հատոր մենակ այրարատի հեքիաթն բացում ես գրված է այն լեզվով որ դու լավ չես հասկանում հա բարբառներով է գրված եւ այլն այսինքն դու պետքա ճիք գործադրես երկրորդը այսինքն այդ ճիքը լավ գործադրեցիր բայց շատ դժվար է մենակ ինքնուրույն այդ ամեն ինչը հասկանալ հա որտեղ այնտեղ սիմվոլիզմ կա եւ այլն մի քիչ պետք է բացատրել այսինքն պետք է լինեն ինստիտուտներ որոնք որ այն մարդուն այդ առաջին երկու բարերները անցել է հոպ կբռնեն այդ մարդուն կասեն այ հիմա դու եկա շնորհակալություն հիմա քեզ կօգնենք որ դու այդ ամենչով գնաս, հա։ Երրորդը, երբ որ դու դա կարդացիր, հասկացար, արդեն ռեալիզացիայի խնդիրն է, նորից էլի պետք է ինստիտուցիոնալ քաղաքական դաշնի, ու այդ դրան որ արդեն պատրաստ է այդ մարդուն ռեալիզացնելու դա ի գործ դնելու, այդ սիստեմաները պետք է օգնեն, որ ինքը դա կարողանալի է ոչ թե ընդհակառակը չլինի, որ ասում նո, չի կարելի, ասենք մի հատ իջի ներքև, հա։ Այսինքն հասկացաք, չէ՞, այսինքն այդ բոլոր բաները, բոլոր շերտերը որ կան, ամեն մեկը իր դարպասներով, հա, ու այդ դարպասները ունեն իրենց պահապանները։ Դու այդ բոլորին ոնց է կոմպյուտերային խաղերում, հա, հերթով պետք է անցնես այդ դևերին, որպեսզի գնաս եւ հասնես։ Ու այստեղ էլի եմ ասում, մենք պետք է ունենանք հավաքական ինստիտուցիոնալ ինչ-որ համակարգեր, որոնք որ այդ ամեն պահին քո հետ կլինեն, քեզ կօգնեն, քեզ ցույց կտան, նույնիսկ ասենք այն դարպասի մյուս կողմից կասեն, գիտես, նա ես մարդիկ անցել են, իրանք այնտեղ են, դու էլ ես կարող, հա։ Դրա համար մենք պետք է կարողանանք այս համակարգային մոտեցումը կիրառենք, իսկ մենք ցավոք հավատում ենք, ես այդպես եմ անվանում, մոգական դեղահաբին, հա, որ կգա ինչ-որ մի փրկիչ, մի բան կանի եւ ամեն ինչ լավ կլինի։ Այ մի հատ գիրքը կարդամ եւ ամեն ինչ լավ կլինի։ Այ մի հատ խորհուրդ կտա ինձ մի հատ սուպեր քոուչ, ես այն $10,000 կտամ եւ իմ մոտ ամեն ինչ լավ կլինի։ Չի լինելու այդպիսի բան։ Մենք պետք է կարողանանք հասկանալ։ Երբեմն սոցիալական ցանցերում այդ հիմար հարցը մեկ-մեկ տալիս են, ես ամեն անգամ ջղայնանում եմ, որ կարդում եմ, բարկանում եմ։ Նշեք այն գիրքը, որը փոխել է ձեր կյանքը։
Մի գրքով կյանք չի փոխվում, ժողովուրդ, ասեմ իմացեք։ Ու այդ մի գիրքը չէր փոխի քո կյանքում ինչ-որ մի բան, եթե դու նախորդ մի քանիսը կարդացած Գոնե չունես, 100-ը ինչ-որ նայած չուներ, չունես եւ ուրիշի հետ խոսած չունես, այդ բոլոր սիստեման ա որ վերում այն նրա, ու այդ գիրքը ասում է դա իմ փետուրն է, որ կոտրած ուխտի մեջ կա, այսին կգալիս նստում այդ puzzle-ի հետ կետում, մեկ էլ դու տեսնում ես որ փոփոխություն առաջացա։ Մեզ պետք է հարատև, երկարատև, համակարգային, ճիգ գործադրող գիտակից մարդկանց խումբ։ Եթե այդ կարողանանք անենք, իսկ ես տեսնում եմ որ դրա սկզբնակները կան, ապա մենք լուրջ շանս ունենք, որտեղ մեր երկրի պոտենցիալ շատ լավն է։ Ես դա պնդում եմ որպես մարդ, որ աշխատում է միջազգային դաշտում բազում տարիներ։ Ես տեսել եմ Աֆրիկայից սկսած Հնդկաստանով, Նեպալով, եվրոպական բոլոր երկրները, հետխորհրդային բոլոր երկրները, բոլորի պոտենցիալները տեսել եմ, վիճակները տեսել եմ։ Մեր նախնական կապիտալը լավն է։ Ու մենք մնում է որ ձեռքի տանք, խելքի տանք ու կարողանանք պատասխանատվություն վերցնել մեր իսկ երեխաների համար։ Այլ ոչ թե ասենք, այդ մեր գործը չի, դպրոցի գործն է, այ պետությունը չի անում։ Քո երեխան է։ Ախր քո երեխան է, ո՞նց ես դու ասում, պետությունը չի անում, դե չստացվեց ուրեմն։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն երկու շաբթի օրը նույն ժամին, նույն վայրում։ Հաջողություն եւ համբերություն բոլորիս։